TRIP նախագծի հետ կապված ամենաառանցքայինը, որ կարևոր է իմանալ, կարծում եմ այն է, որ տարիներ շարունակ Հայաստանը տնտեսական մեկուսացման մեջ է եղել տարածաշրջանում եւ դա մեծապես ազդել է ոչ միայն Հայաստանի տնտեսության վրա, այլ նաեւ անվտանգության վրա, որովհետեւ գաղտնիք չի, որ տնտեսական փոխկապվածությունները ամենակարևոր առանցքային զսպիչ նշանակություն ունեցող գործոնն են նաև երկրների անվտանգության համար։ Եվ եթե մենք նայելու լինենք 90-ական, 2000-ական թվականներին, տարածաշրջանում բոլոր տնտեսական պրոյեկտները շրջանցել են Հայաստանը եւ դրանով նրան դարձրել շատ ավելի խոցելի։ Եվ այս իմաստով TRIP-ը, եթե հաշվի ենք առնում, որ ոչ միայն ճանապարհ է, որ միացնելու է Ադրբեջանը Նախիջևանին, այլ ճանապարհ է, որ կենտրոնական Ասիայի երկրները Հարավային Կովկասի եւ մասնավորապես նաեւ Հայաստանի միջոցով միացնելու է Եվրոպային, սա նշանակում է, որ նոր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական պրոյեկտի մեջ Հայաստանը այլևս դուրս չի մնում այդ ծրագրից եւ կարևոր առանցքային բաղադրիչներից մեկն է դառնում։ Այս իմաստով նույնիսկ եթե տնտեսական առումով սա արդեն տնտեսագետները կխոսեն, օգուտները այնքան էլ մեծ չլինեն, ինչքան որ կուզեինք, որ լինեին, բայց սրա քաղաքական եւ անվտանգային նշանակությունը կարծում եմ չարժի թերագնահատել։ Մյուս գործոնը, որ կարծում եմ շատ կարևոր է անդրադառնալ, երբ խոսվում է նրա մասին, որ եթե այդ ծրագիրը իրագործվի, ապա մենք կորցնում ենք Սյունիքը, ըստ ճաշակի տարբեր չափերի կորուստների մասին են խոսում, կորցնում ենք ճանապարհի նկատմամբ վերահսկողություն, կորցնում ենք Մեղրի, կորցնում ենք Սյունիք։ Ես կարծում եմ, որ բոլոր այս ձևակերպումները ապոկալիպտիկ, ուռճացված են եւ անտեղի, որովհետեւ որևէ տնտեսական պրոյեկտում ներգրավվածություն որևէ երկրին չի դարձրել ավելի խոցելի, այլ ճիշտ հակառակը, ավելացրել է, ինչպես նկարագրեցի, անվտանգության բարձիկը, եւ ինչ վերաբերում է ինչ-որ տարածք կորցնելուն, այստեղ հասարակությանը կարողանում են մոլորեցնել նաեւ այն պատճառով, որ մենք տարիներ շարունակ ունեցել ենք աշխարհագրության եւ աշխարհաքաղաքականության մի մեկնաբանություն, որտեղ Արցախը անկախտելի մասն է եղել Հայաստանի, եւ մենք համարել ենք, որ այդ մեր մեկնաբանությունը փաստ է այլևս դարձել նաեւ միջազգային խաղացողների համար, եւ հիմա շատ ճարպիկ կերպով փորձում են մանիպուլացնել հասարակությանը եւ ասել, որ այնպես ինչպես կորցրեցինք Արցախը, կարող են կորցնել նաեւ Սյունիքը։ Այնինչ Սյունիքը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի անբաժանելի մասն է, իսկ Արցախը եղել է վիճելի տարածք եւ մենք կորցրել ենք, այո, որովհետեւ չենք կարողացել դիվանագիտական ճակատում, իսկ հետո նաեւ պատերազմում կարողանալ մեր պատկերացրած մեկնաբանությունը դարձնել նաեւ ընկալելի միջազգային հանրության կողմից։ Հետևաբար ես կարծում եմ, որ սա շատ պարարտ հող է ստեղծում, որ այդ մանիպուլյացիաները շատ ավելի հեշտությամբ մարսվեն հասարակության կողմից։ Մեկ ուրիշ կեղծ ընկալում էլ կա, որ տարիներ շարունակ փակ սահմաններով եւ կոնֆլիկտ ունենալով տարածաշրջանում Հայաստանը շատ ավելի գործոն էր, այսպես ասած տարածաշրջանային, քան այսօր, երբ այլևս չունի վերահսկողություն Արցախի վրա եւ փոխարենը ունի մասնաբաժին այդ տնտեսական պրոյեկտներում։ Ես կարծում եմ, որ սա իրականությունը գլխիվայր նկարագրելու շատ տիպիկ օրինակ է, որովհետեւ տարածաշրջանային գործոն լինել նշանակում է որոշակի մասնակցություն ունենալ նաեւ քաղաքական եւ տնտեսական պրոյեկտներում, որտեղ դու կարող ես քո որոշիչ այոն կամ ոչը ասել եւ որտեղ քո իսկ երկրի կայունությունն ու անվտանգությունը շահեկան է նաեւ տարածաշրջանի մյուս երկրների եւ ավելի լայն տարածաշրջանի համար։ Եթե կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպային կարողանան կապվել Հայաստանի միջոցով, դա նշանակում է, որ Հայաստանում անվտանգությունն ու Հայաստանի շուրջ անվտանգությունը ձեռնտու է լինելու եւ շահեկան է լինելու ոչ միայն Հարավային Կովկասի երկրներին, այլ նաեւ կենտրոնական Ասիայի երկրներին եւ նաեւ եվրոպական երկրներին։ Սրանից բխում է, որ հակառակը այդ տեսակ պրոյեկտների մաս լինելը եւ դրանք Հայաստանով անցնելու հանգամանքը Հայաստանի կշիռն ու դերը ավելի են բարձրացնում եւ տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում։ Մյուս մոլորությունը կարծում եմ այն է, որ եթե տարբեր ուժային կենտրոններ են
հետաքրքրված տարածաշրջանով ու Հայաստանի քաղաքականությամբ, դա մեզ թուլացնում է։ Սրա մեջ կա իհարկե ռիսկ, որովհետև հատկապես հիմա, երբ այդ ուժային կենտրոնները գլոբալ պատերազմի մեջ են միմյանց դեմ, ռիսկ կա, որ նրանք կփորձեն տարբեր այլ տարածաշրջաններում նույնպես իրենց հակամարտությունը, այսպես ասած, շարունակել։ Բայց որևէ տեսակի միջազգային նաև հնարավորություն չի տրվում առանց մրցակցության տարբեր ուժային կենտրոնների։ Երբ որևէ մի տարածաշրջանով հետաքրքրված է միայն մեկ ուժային կենտրոն, հավանականությունը, որ այդ տարածաշրջանի փոքր երկրները միակողմանիորեն կախվածության մեջ կընկնեն այդ մեկ ուժային կենտրոնից եւ կդադարեն ավելի կարեւոր գործոն լինելուց շատ ավելի մեծ է, այնպես ինչպես օրինակ Հայաստանի օրինակում, չէ՞։ Երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ազդեցությունը Հայաստանում պետք է նվազեցնել եւ դա բխում է մեր շահերից, դա միայն այն պատճառով չէ, որ Արցախյան պատերազմում եւ նաեւ 22 թվականին ջերմուկի դեպքերի ժամանակ մենք Հապկից եւ Ռուսաստանից ակնկալիքներ ունեինք, որոնք չարդարացան։ Դա նաեւ այն պատճառով է, որ անկախ նրանից, թե ինչպիսի երկիր կլինի այդ մեկ երկիրը, որից 90%-ով տարբեր ոլորտներում փոքր երկիրը կունենա կախվածություն, դա շահերի ոտնահարման շատ մեծ ռիսկ է առաջացնում։ Անկամ եթե մեր ամենասիրելի եւ ամենաբարակամական երկրի նկատմամբ մենք ունենանք այդքան մեծ կախվածություն, մեծ է հավանականությունը, որ ինչ որ մի պահի շահերի փոփոխության պայմաններում մեր շահերը կարող են զոհաբերվել այդ մեծ պետության շահերին։ Այդ պատճառով տարբեր երկրների եւ տարբեր ուժային կենտրոնների հետ հարաբերությունների խորացումը բխում է մեր անվտանգությունից եւ մեր անվտանգային շահերից։ Տարածված նաեւ մոլորություններից մեկն այն է, որ եթե ինչ որ մի բան բխում է մեր հակառակորդի շահերից, ապա տրամաբանորեն եւ անպատճառ պիտի վնաս լինի մեզ։ Սա կարծում եմ շատ ազդում է մեր տրամաբանական վերլուծությունների վրա, որովհետեւ երբ մենք ասում ենք, որ օրինակ այս ծրագրից Ադրբեջանը շահեր ունի, անմիջապես մոռանում ենք հաշվարկել, թե Հայաստանը ինչ օգուտներ կարող է քաղել եւ միանգամից եզրահանգում ենք, որ եթե Ադրբեջանին դա ձեռնտու է, ուրեմն անպայման դա Հայաստանի շահերին դեմ է։ Պետք է դուրս գալ այդ կաղապարված մտածողությունից եւ հաշվի առնել, որ տարբեր երկրների շահերը, անգամ եթե դրանք հակառակորդ երկրներ են, մի շահ չեն, դրանք շահերի համախումբ են եւ հատկապես տնտեսական ոլորտում կարող են լինել իրադրություններ, երբ նույնիսկ հակառակորդ երկրների շահերը կարող են համընկնել։